մենք այդ մտավախությունը չունենք ընդհանրապես եւ ժողովը նաեւ այդ մասին արձանագրել է եւ դրա բոլոր հիմքերը ունենք նաեւ դա ասելու։ Ես մի քանի օրինակ բերեմ, որ պարզ լինի նաեւ այդ իմաստով, նախ 2018 թվականին ամենածանր շրջանում, երբ որ այս իշխանությունը 80% ռեյտինգ ուներ, մենք մասնակցել ենք 3% ցուցանիշ ենք արձանագրել։ Դրանից հետո հաշվի առնելով մեր 5 տարվա գործունեությունը, 21-22 թվականին 2 տասնյակից ավելի խոշորացված համայնքներում մասնակցել ենք տեղական ընտրությունների եւ արձանագրել ենք 5-ից մինչեւ 20% արդյունք, ներգրաված ենք 2 տասնյակից ավել համայնքներում, ամբողջ Հայաստանում ունենք կազմակերպական միավոր 52 գրասենյակներ, ուսանողական, երիտասարդական միություններ, վերջը Հայաստանի ամենակայացած գաղափարական շարքեր ունեցող կառույցն է։ Մենք շեմը հաղթահարելու խնդիր բացարձակ չունենք, բայց մեր նպատակը այս ընտրություններին 4, 5, 8 կամ 10 падգամավոր ունենալը չի։ Մենք նախընտրում ենք դաշինքային ձևաչափ, որպեսզի այդ դաշինքի արդյունքում նորից եմ կրկնում, մեկտեղելով մեր ուժերը, հնարավորությունները, ռեսուրսները ավելի ազդեցիկ արդյունք գրանցեն։ Եվ դաշինքի մեր տրամաբանությունը հենց այդ էֆեկտիվությունն է։ Որովհետև եթե առանձին երկու ուժ տվյալ պարագայում, ասենք մասնակցային ընտրություններին մեկը արձանագրեր օրինակ 2x, այն մյուսը եւս 2x, այս միացման փող լրանցման արդյունքում մենք նպատակ ունենք դա դարձնել 8x պայմանական։ Հետևաբար այո, մենք ձևավորել ենք ամենաէֆեկտիվ դաշինքներից մեկը